45-ամյա կամերային թատրոնը շարունակում է իր բավականին բովանդակարից և բազմաժանր գործունեություն, իսկ ապրիլը խոստանում է խիտ թատերական լինել կամերայինի ու նրա սիրահարների համար։ Հյուրախաղեր Միացյալ Նահանգներում սերն ինչպես կինոյում լիրիկական կոմեդիա և մարտի 13-ին կառավարական համերգ բազմաշերտ ու գունեղ բեմադրությունը վերադարձավ կամերային թատրոնի խաղացանկ, քիչ անց կտեսնեք նաև, որ նոր դերակատարներով, նոր սերունդով, իսկ նրանք ովքեր են։ Դուր է գալիս ձեր դեմ դիմագիծը, առաջին անգամ ավել բանջաս։ Որովհետեւ երիտասարդ ներկայացուցիչները այսպես պատասխանատվության բեռն իրենց փխրուն, բայց շատ պրոֆեսիոնալ ու սերին է։ Կամերային թատրոնի դերասաններ Սուրեն Պողոսյան, Լիլիթ Թոխածյան եւ սիրելի Վիկտորիա Սահակյան, սուբյեկտիվ նույնն է, հարազատին զգա։ Ինչպես եք նոր եւ այսպես փթուն անձնակազմ։ Ֆանտաստիկ ենք, մանավանդ այդ վերջին բառից հետ։ Ինչ է որ նշանակի։ Շատ լավ ենք, շնորհակալ ենք, որ մեզ հյուրընկալել եք ձեր տաղավարում։ Սիրով։ Եկեք խոսենք կառավարական համերգի մասին, որը վերադարձավ։ Ես անգամ չեմ կարող երևակայել, դա ինչ պատասխանատվություն է վերաբեմադրել, նորից խաղալ, այն ներկայացումը, որը ես վստահ եմ, դուք երիտասարդ տարիքում, շատ ավելի երիտասարդ տարիքում դիտել եք։ Ավելին իմ սերնդի համար այդ կառավարական համերգներ ձեզ համար մեկ այլ խնդրեմ։ Այո, միանշանակ։ Հերթով պատմեք։ Տեսեք, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հետաքրքրությունը նույնպես մեծ էր, որովհետև հետաքրքիր է անել մի բան, որը արդեն արված է հրաշալի եւ մեր հանդիսատեսը կամերայինի մշտական հանդիսատեսը, որը բավականին մեծ քանակությամբ մարդկանց մասին է խոսքը, նրանք տեսել են, սիրել են եւ ոչ մի անգամ են դիտել, այլ շատ են դիտել յուրաքանչյուրը ու բարդ էր անել մի բան, որը որ արդեն նստած է իրենց ուղեղում ինչ որ հստակ ձևով, անել դա նորովի, անել պահել բոլոր իհարկե ձևերը եւ չափերը, որոնք որ պետք է լինեն, բայց անել սեփական մոտեցմամբ, այս դեպքում երիտասարդ կազմը թարմությամբ ու հետաքրքրությամբ մոտեցավ գործին, ինչը ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր էր, բայց ուզում եմ առանձնացնել, որ այս կազմից ես արդեն խաղացել էի մեծ կազմի հետ մի քանի տարի առաջ եւ ինձ համար ոնց որ նորություն է, արդեն լրիվ նոր կազմ։ Լավ է, լավ է։ Բայց այսպես ավելի հարմար է։ Այ կոմֆորտ է զգում ձեզ իսկապես այս սերնդի ներկայացուցիչների հետ։ Կարամ ես պատասխանեմ, մի հատ բան ասեմ, մեր թատրոնում սերունդների որպես այդպիսին տարանջատում գոյություն չունի։ Մենք գտնվում ենք իդեալական հարաբերությունների մեջ եւ մեր առաջ ուրիշ բան է կուլիսներում ասում, մենք կուլիսներում ինչ էիք ասում, տնից մարդկա Լիլիթը լսել է։ Ես պետք է պաշտպանեմ, ես եղել եմ թե կամերայինում, թե ետնավեմում, իսկապես միանշանակ միշտ ֆանտաստիկ տրամադրություն է եւ կարող եմ փաստել նաեւ այն դերասանները, ում հետ իսկապես քննարկում ենք, որ թատրոնում այժմ մրցակցությունը շատ է, կամերայինի այդ վերնահատված, որ գնում ես, ոնց որ տուն մտնես սեփական, իրանք այդ բոլորով ինչ որ հարմարված կապ չունի աշխատանքային ժամը, իրանք այդ օրը ունեն ներկայացում թե չունեն, դա շատ friendly իրավայր է։ Համագործակցության արդյունքն է, որ այսօր ունենք հրաշալի խաղացանկ։ Վստահ եմ, կատակ էր ինչ անում ենք։ Հա, իհարկե։ Իրականում, որովհետև գիտեմ ձեր կուռ այսպես միասին համագործակցության ու աշխատանքի մասին։ Լիլիթ ինքդ ինչ կավելացնես։ Դու ամեն ինչում եղել ես այսպես փոքր տարիքում։ Բան չի ասես, ամբողջ դասքում։ Կոնտենտ ես գեներացնում դուք հոգում։ Ինչ եմ ասում։ Ինչ ուզում ես ասել։ Բեմը քոնն է։ Չէ, իրականում կամերային թատրոնը ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար արդեն վաղուց տուն է դարձել, այսինքն ես ամեն օր կամերային թատրոնում եմ ու ամեն օր ուզում եմ գնալ կամերային թատրոն, բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ չի դադարում մնալ ինձ համար երազանք ու իսկ կառավարական համերգը շատ իմ համար կարևոր ներկայացում էր ու շատ սիրելի ու հիմա որ ես կառավարական համերգում խաղում եմ, դա իմ համար sense անհավանական իրադարձություն է։ Ինչպես անցավ առաջնախաղը։ Ես տեսել եմ սթորիները, լավ էր։ Հիմա պատմեք ձեր տեսանկյունից, ինչպես էր այո ձեր կողմից պատմեք։ Ինձ համար շատ լարված շատ այսպես դողալով մտել եմ բեմ, բայց հետո հենց հանդիսատեսից ստացա այդ էներգիան, հանգստացա միանգամից։ Այո, ընդհանրապես մեր բեմը ունի այդ առանձնահատկությունը, լարվածությունը շատ արագ թույլատնելու, որովհետև ինքը ինչքանով որ պատասխանատու է, որովհետև մենք շատ մոտ ենք հանդիսատեսին եւ այդ բարդությունը առաջացնում, բայց միևնույնն է մեր հանդիսատեսը շատ ջերմ է, իրոք շատ ջերմ է, տարբերվող ջերմ է, ու դու երբ որ բարձրանում ես բեմ ու տեսնում ես իրանց այդ դեմքերը, որ իրանք քեզանից ավելի շատ բան են սպասում, քան դու մտածում ես անել, ավտոմատ դու հասկանում ես, որ դու շատ լավ միջավայրում ես, ուղղակի պետքա անել քո գործը լավ, այդպես ստացվում
թվում է երևի թե։ Չէ՞։ Հա, ես նայել եմ։ Վիկտորիա, դու ինչ կասես քո հույզերի, տրամադրության եւ հենց այդ առաջնախաղի մասին պրեմիերան ինչպես Նախ մենք ունեցել ենք երկու պրեմիերնի օր, 13 եւ 14, 13-ին խաղացել է իմ գոլեգան Էրմինա Զախարովան, խաղացել ասելով ունենք վարողներ, կառավարական համերգ ներկայացումը վարում են Ժորան Մարտիրոսյան, Էրմինա Զախարովան եւ եթե եմ կան զբաղված է, ես եմ վարում։ Ես նայել եմ առաջին օր, ես ապշած էի, ինչքան միևնույն ժամանակ վստահ եմ, որ լարված, բայց այդուհանդերձ ինչքան հանգիստ խաղաղ ու շատ կոմֆորտ զոնայում են գտնվում մի խումբ երիտասարդներ, որոնց բերել գցել են մի հատ նենց պատասխանատվության տակ ահռելի, որովհետև դա իսկապես մենք ինքներս մեր ներսում էլ գիտակցում ենք, որ այս ներկայացումը մեր կամերային թատրոնի տարիքակից ներկայացում է, շեֆի ներկայացումն է ու մենք հասկանում ենք, որ պետք է արդարացնել։ Կապ չունի սպասումները, բայց պետք է արդարացնել մեր ինքներս, մեր սպասումներ եւ կարող եմ ասել, որպես մարդ ով հնարավորություն է ունենում մեկու մեջ դիտելու ներկայացումը, որ երեխեքը բոլորը, մենակ Սուրոն ու Լիլիթը չէ, մի քանի հոգել ունենք։ Հիմնականում Սուրոն ու Լիլիթը այդ բեռը իրաց վրա ֆանտաստիկ կերպով դուրս են գալիս այդ պատասխանատվության տակից շատ սիրում։ Գայթակղում եք, որ մեր հեռուստադիտողը եւս դիտի գա անպայման։ Այո, տոմսեր եք առնում։ Մի գրեք մեզ, որ մենք հրավիրենք, մենք առեք տոմսեր, որովհետև շատ կարևոր բան է իրականում թատրոն այցելելու համար պատրաստ լինել, վճարել տոմսի համար գումար։ Ես հասկանում եմ, որ սա ինչ-որ ակցիա է վերածվում։ Իրականում, բայց լավ բան է, ձևավորում թատրոնը։ Առհասարակ Երևանը սքանչելի է նրանով, որ մենք ունենք բազմաժանր թատրոն։ Այսինքն նորարարական թատրոն, ինչ-որ փոքր թատրոն, պարբերաբար նաև երբ որ գալիս են եթերի, ես շատ եմ սիրում կամերայինը, հենց այդ կոնտակտի համար դերասանների, որ ինչ-որ մի ներկայացմանը դերասանը ստեղ ինչ-որ շնչում է, էլի, բաչում է, իրականում բովանդակային առումով տարիների կտրվածքով շատ բան է փոխվել այս ներկայացման ժամանակ։ Ամեն դեպքում թեմատիկան է փոխվում։ Շատ բան չի փոխվել, բայց քանի որ մենք ամեն դեպքում հայտնի ենք նրանով, որ մենք արդի ժամանակակից թատրոն ենք, այնքանով, որ մենք զգում ենք ժամանակի պուլսը եւ ցանկացած տեքստ, եթե գրվել է օրինակ 10 տարի առաջ եւ ակտուալ է եղել այն պահին, ընդհանրապես կարող է 3 բառերի վերադասավորությունից դառնա այսօրվա համար պատրաստի թեմա։ Իրականում Արա Երնջակյանի առանձնահատկություններից մեկը հենց այն է, որ իր գրվածքները երբ ուզում է դա լինի ստեղծված, մենք միշտ խաղալուց հասկանում ենք, ասում ենք ոնց է դա գրվել, որ հիմա շատ ճիշտ է, այսօրվա մասին է ու այդքան էլ շատ փոփոխությունների կարիք չունի։ Հիմնականում օգտագործվում է այնպես, ինչպես եղել է բնօրինակում։ Որտեղ մարդը իր հոգեբանությամբ ու մտածելակերպով միևնույնն է, մարդիկ են փոխվում, բայց հոգեբանությունը ու մտածելակերպը չի փոխվում։ Այլ ինչ նորություններ կան կամերային թատրոնում, այլ ինչ ներկայացումներում եք դուք ներգրավված, պատմեք այլ որտեղ։ Ամենստորեն լռում է անդադ Լիլիթ։ Կամերային թատրոնը իրականում այս տարի գերազանցեց, որովհետև հենց հունվար ամսից սկսած մենք ունեցել ենք արդեն 3 պրեմիերա, Beatles ներկայացումը, Սերն ինչպես կինոյում ներկայացումը եւ կառավարական համերգ ներկայացումը, ու դեռ շատ պրեմիերաներ սպասվում են տարվա ընթացքում։ Եվ նախորդ տարվա վերջում էլ ունեցանք Underground-ից ճոք ներկայացման պրեմիերան այս թատերաշրջանի շրջանակներում, շատ բազմաժանր, շատ իրարից տարբեր, բայց ինչ որ չափով ոճային գիծ ունեցող մեր թատրոնին բնորոշ եւ բոլոր ներկայացումների դեպքում էլ հանդիսատեսը ինչքանով որ հասցրել ենք նկատել, դուրս է գալիս լայն ժպիտներով ու շատ լավ տրամադրությամբ ու վերադառնալու ցանկությամբ, ինչը որ մեզ համար շատ կարևոր է։ Կամերայինում միշտ այդ բանը լինում է, պահպանվում է այդ տրամադրությունը, անհնարին է դուրս գաս ու ասես հաջորդը երբ եմ գնալու, ինչ ներկայացում է լինելու։ Մարդիկ կան, որոնք մի ներկայացման գալիս են մի քանի անգամ ու մենք ֆիքսում ենք, քանի որ մոտիկ ենք, հատած ֆիքսում ենք, բարեբամելու փոշը պատճում է, բայց կատակ դա իրոք այդպես է, որովհետև արդեն կան հանդիսատես, ովքեր որ շատ են եկել, մենք արդեն իրենց հետ շատ ջերմ տեսնում ենք փողոցում, գրկում ենք իրենց եւ տորթ ենք ուտում։ Հյուրախաղեր նախատեսվում են, ինչ առաջարկներ ունեք դրսում, թե միայն այստեղ առայժմ։
Նախ մերոնք, մեր սիրելիները արդեն հյուրախաղերի են, իսկ բոլորս հայտնի է, որ դժվար է միաժամանակ մի քանի խումբ ուղարկել հյուրախաղերի տարբեր քաղաքներ, թեկուզ դրա համար մենք դեռ սպասում ենք մերոնց վերադարձին։ Այսօր ժդի մինան լինենք, էլի Մենք պահում ենք տանպանները։ Ամուր ենք պահում, սպասում ենք վերադառնան ու արդեն ինձ թվում է տարվա ընթացքում արդեն հայտնի կլինի, որ իրան գնացին Ամերիկա, բա մենք լավ էր, որ դուք գնացիք։ Իսկ կան նման ծրագրեր։ Գոնե Ֆրանսիա, գոնե։ Չէ, կամերային թատրոնը միշտ այդ առումով շատ ակտիվ է, դրա համար միշտ սպասում ենք մենք դրան, ուղղակի օրն է պետք իմանալ ու վերջ բոլորս պատրաստ ենք գնալու։ Եք մի խոսքով։ Իդրսի լսարանը ինչպես է արձագանքում, օրինակ, երբ որ գնում եք, նաև այդ ժամանակակից լեզվով, որտեղ կա այդուհանդերձ այդ մտածողությունը նույն Միացյալ Նահանգներով, որ իրենք ինչ-որ նորարարություններ են տեսնում, ապշահար են լինում, ասում են, նրանք մտածում են, որ թվականին իրենք գնացել են Միացյալ Նահանգներ, Երևանը դեռ այդ ժամանակագրության մեջ է։ Բայց Հայաստանում ջուրը գազը ժամով են տալիս, դա են հարցնում, ասա։ Չէ, ունենալու հանդերձ, բայց է Հայաստանը։ Մեկ ասում բադույթ Ամերիկայից բացի Չէ, բայց են գնացել։ իրականում դա իսկապես այդպես է, բայց ինձ հետաքրքիր է դրսի արձագանքը ինչպես է լինում ներկայացումների նույն ֆիդբեքերի տեսանկյունից։ Ֆանտաստիկ, ինչի, որովհետև օրինակ, եթե խոսենք մեր այս ներկայի հյուրախաղերի մասին, տարել են սիրո խոստովանություն եւ տղաների չափն անցնում են ներկայացումները, երկուսն էլ գրել է շեֆը, մեկը բեմադրել է հենց շեֆը, մյուսը Արշալույս Հարությունյանը։ Հենց շեֆ էլ ասում եք նրան։ Շեֆ ենք ասում Արա Երնջակյանը։ Դրա համար սիրելի, այո։ Իսկ այդ ներկայացումները անհնար է չկպնեն մարդու սրտին։ Դա անհնար է, ես լուրջ եմ ասում, չգիտեմ, նայել եք, չեք նայել, կուզեք նայել, թե չէ, բայց չկա նենց մարդ, որ գա նստի այդ ներկայացումներից որևէ մեկը նայի ու իներտ անմասն մնա։ Հա, գնա իբր իր կյանքում Ես անկեղծ սիրո խոստովանություն ներկայացումը երբ նայում եմ այստեղ Երևանում գտնվելով, միևնույնն է, ասենց նայելուց հետո կարոտում եմ Երևանը, ուզում եմ գնամ Երևանը ամբողջությամբ գրկեմ, որովհետև հստակ օրինակներ ունեմ, որովհետև իմ ընկերներից մի քանիսը արտերկրում են բնակվում ու մի քանի անգամ եկել են Երևան ու դիտել են սիրո խոստովանություն ներկայացումը եւ միշտ այդ ներկայացումից հետո ասել են, ասենց արցունքն աչքերին ասել են, որ չենք ուզում գնալ, որովհետեւ իրոք այդ ներկայացումը ունի այդ աուրան ստեղծելու հատկությունը, որից հետո դու շատ ավելի ես սկսում գնահատել քո քաղաքը, քո քաղաքի մարդկանց ու այն ամեն ինչ որ տիրում է այդ քաղաքում։ Հետաքրքիր աշխատելավոճ է իրականում ընտրված այս պայդրությամբ կամերային թատրոնում, եթե սխալվում եմ ինձ ուղեք, այդ վերաբեմադրման մշակույթն է եկել, ինչպես է այդ որոշումը կայացվել եւ դուք ինչքանով եք կոմֆորտ զգում ձեզ այդ ներկայացումներում, կան այլ նաեւ ներկայացումներ, որտեղ ներգրաված եք, որոնք էլի տենց 10 տարի առաջ եղել են եւ բեմադրվում են։ Հա, անցյալ տարի էր, չէ՞, կարծեմ միս դժոխք ներկայացման պրեմիերան, որը underground it's joke ներկայացում, այսինքն հա ունենք ներկայացումներ, որոնք վերաբեմադրվում են, բայց քանի որ ելի եմ ասում, այդ կոմֆորտը ոչ մի կապ չունի նրա հետ, որ դա արդեն եղել է այս ներկայացումը, դե խաղացել են այդ մարդիկ ու լավ են խաղացել վստահաբար։ Պատասխանատվությունն է շատացնում։ Պատասխանատվությունը շատ է, բայց լավ են խաղացել, սիրում են։ Հա, իհարկե, մի քիչ այսպես վիճակ է մոտդ, որ բա ինչ կասեն, բայց մերոնք իսկապես պատերժ կա անելու մեծագույն վարպետներ են ու դա չարթարացված չի, որովհետև մենք էլ մեծ ներուժ ենք դնում, որ հա, նենց ստացվի, որ այդ մարդիկ էլ գոհ մնան, մենք էլ գոհ մնանք ու ռեժիսորներն էլ ովքեր որոշել են վերաբեմադրեն այդ ներկայացումը, հետ բերեն խաղացանք, դրա համար սիրված խաղացանկը ոնց որ անընդհատ լինի։ Ախր շատ լավ ենք իրար այդ։ Նենց սիրում ենք, լուրջ եմ ասում, շատ Ամերիկայի բանն է։ Էդի լավ տեղ եմ ոչ։ Ներկայացումներից են, որոնք վերաբերմադրված չեն, Beatles ներկայացումը ու Սերն ինչպես կինոյում ներկայացումը, որոնք երկուսն շատ տարբեր են, բայց շատ հետաքրքիր։ Beatles ներկայացումը բնականաբար Beatles խմբի մասին է ու շատ հավես են տղաների ներկայացումը, իդեպ Սուրենն էլ է խաղում, Ringo Starr-ը մեր։ Իսկ Սերն ինչպես կինոյում ներկայացումը շատ հետաքրքիր ներկայացում է, որովհետև մենք տեսնում ենք բեմի վրա երկու դերասաններ ու նաև մյուս երկու դերասանները խաղում են վերևի հարկում, եւ մենք տեսախցիկներով տեսնում ենք դա բեմում։
Օնլայն ռեժիմով է ամեն ինչ կատարվում է։ Ամեն ինչ նկարել ենք, այսինքն ունենք երկու դերասան, ովքեր խաղում են ներկայացում, բայց բեմում չեն գտնվում ընդհանրապես։ Միայն իջնում են փոքր։ Եթե օրինակ հարմար չի լինում, իրանք տանից են խաղում։ Մեկ միացնում ենք։ Պատմեք մոտալուտ օրերի ներկայացումների մասին մեր հեռուստադիտողներին, որ իմանան ինչպես են զարդարելու իրենց ԳՆՆ-ային օրերը կամերայինում։ Եթե չեմ սխալվում, մենք համարյա ամեն օր ունենք ներկայացում։ Մեր խաղացանկը շատ խիտ է ու ցանկացած մարդ, ով իսկապես ուզում է, իսկապես ոչ թե Դուք ձեր հավատարիմ եմ որ ասում հետևորդներ ունեք, միևնույն պատահական այդքան չեն հայտնվում։ Սատես ունենք, այնպես որ ուղղակի կարող են մտնել կամերային թատրոնի Instagram-յան էջ, որը շատ ակտիվ վարում են գեղեցիկ մարդիկ, այնտեղ կարող են գտնել խաղացանկը Կարող է Լիլիթի հետ են։ Լիլիթ Նավարը Կամ կարող են մտնել բոլորիս հետ, որովհետև մեր բոլորի էջը ինչ որ չափով նաև կամերային միշտ կիսվում ենք, այնպես որ իսկ ինչ վերաբերում է կառավարական համերգ ներկայացմանը, մարտի 24-ին եւ 25-ին եւս խաղում ենք ու դեռ երկար խաղալու մոտ 40 տարի, ինչպես ասում պլանավորում ենք խաղալ։ Ֆանտաստիկ, տեսեք, ես հորդորում եմ բոլորին իսկապես գնալ կամերային թատրոն, վերալիցքավորել, ստանալ այդ դրական էներգիան, տեսնել երիտասարդներին, ովքեր իսկապես մեծագույն նվիրումով իրենց տալիս են բեմին եւ տալիս են հանդիսատեսին։ Շնորհակալություն, որ վաղ առավոտյան եկել եք մեր իսկապես տաղավար։ լավ էներգիա բերեցիք ձեզ հետ, առավել եւս այսօր։ Այո, Ձեր շնորհակալություն, լավ որ ենք մաղթում։ Մենք դիտենք գովաստ եւ դիմավորենք մեր մյուս հյուրին։